փոքր պետություն լինելը դա դեռ դատավճիռ չէ, որովհետև կան աշխարհում փոքր պետություններ, որոնք որ իրենց փոքրության հաղթահարման տարբեր դեղատոմսներն են փնտրում եւ ընդհանրապես արդեն քաղաքագիտության մեջ, քաղաքատնտեսության եւ ընդհանրապես տնտեսական ուսմունքների մեջ կա փոքր պետության հայեցակարգ այդպիսի մի հիմնավոր տեսություն, որի հիմնական գաղափարը նա է, որ փոքր պետությունները, որոնք որ բնորոշվում են այդպիսին ոչ մենակ փոքր բնակչությամբ կամ տարածքով, այլ նաև աշխարհում իրենց տեղի կամ դերի առումով քիչ պակաս դերակատարությամբ, օրինակ աշխարհաքաղաքական դիրքով, իրենց բանակի կամ ռազմական կամ այլ ռեսուրսների նվազ լինելու հանգամանքներով պայմանավորված եւ իրենք ինչ են անում, իրենք փնտրում են աշխարհում իրենց տեղը։ Որն է տնտեսության պարագայում կամ տնտեսական հայեցակարգային այդ ուսումնասիրության մեխը։ Առաջին հերթին փոքր տնտեսություն ունեցող պետությունը գտնում է համաշխարհային տնտեսության մեջ իր տնտեսական նիշան։ Դա ինչ է նշանակում։ Բարձր գիտելիքահեն եւ բարձր տեխնոլոգիական ապրանքների եւ ծառայություններ արտադրելու եւ ամբողջ աշխարհին մատուցելու իր այդպիսի դիրքորոշումը եւ այդպիսի վարքագիծը։ Եվ եթե մենք վերցնենք ազգային առումով մեր ամբողջ պատմական առաքելությունը եւ ընդհանրապես պատմական հիշողությունը փորփրենք, մենք կտեսնենք, որ մենք ունենք այդպիսի ներուժ ոչ մենակ տնտեսական առումով, այլ նաեւ ընդհանրապես մշակույթ արարելու եւ ընդհանրապես այդ արարած մշակույթը եւ ընդհանրապես արդեն դրա հիման վրա գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու եւ գիտելիքահեն ապրանքներ ու ծառայություններ թողարկելու մեր առաքելությունը։ Մենք դա կարող ենք անել միասին։